ես շուրջ 17 տարի լուսաբանել եմ հենց քաղաքական գործընթացները։ Ինձ շատ էր դուր գալիս ռուսական առաջին ալիքի հաղորդավարուհիներից մեկը, հայտնի լեգենդար Եկատերինա Անդրեևան։ Հայ կանանց կյանքը ցավոք այնքան էլ հեշտ, փափուկ չէ, ինչպես օրինակ այլ երկրների կանանց կյանքն է։ Պարզ մարդկային երջանկությունը մի տեսակ վախեցնող է դարձել, մարդը եւ անասունը տարբերվում են հիշողությամբ։ Քաղաքականությունը սովորաբար կոշտ է եւ անդամ, բայց ես փնտրում եմ մարդուն այդ ամենի հետևում։ Ես Լիդիա Սահակյանն եմ, իսկ սա նուրբ քաղաքականությունն է։ Այսօրվա իմ հյուրը Մարիաննա Ղահրամանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատերը ձեզ ճանաչում են որպես լրագրող, որպես մարդ, ով տարիներ շարունակ լուսաբանել է մեր երկրի իրականությունը։ Այսօր դուք մերտաղապարում եք նոր կարգավիճակով, վերջերս մուտք եք գործել նաև քաղաքականություն։ Հուսանք, այո, անցումը լրագրությունից քաղաքական ոլորտ, կարծում եմ որոշակիորեն սահուն է այն իմաստով, որ ես շուրջ 17 տարի լուսաբանել եմ հենց քաղաքական գործընթացները եւ այդ տեսանկյունից բավականաչափ տեղյակ եմ ընթացիկ զարգացումներից, նախորդած շրջանի զարգացումներից եւ պիտի խոստովանեմ, եղավ մի փուլ, երբ ես հասկացա, որ այլևս իմ ներուժը իմ հնարավորությունները կարող եմ նաեւ այլ հարթության մեջ ներդնել եւ արդեն այլ կարգավիճակում փորձել օգտակար լինել մեր երկրին ու մեր հասարակությանը, նաև ես Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակն եմ ու այդ առումով շատ չեմ հեռացել արմատներից։ Թեմային դեռ կանչադառնանք եւ զրույցը սկսելով, քանի որ մեր կյանքը, մեր մանկության շարունակությունը, այսպես ասած, առաջարկում եմ զրույցը սկսել արմատներից։ Ովքեր էին ձեր ծնողները մասնագիտությամբ եւ առհասարակ որն էր նրանց տված ամենակարևոր խորհուրդը, որով ինչ որս առաջնորդվում եք։ Ես ծնունդով զոռեցի եմ, ծնվել, մեծացել եւ նաեւ ուսանողության տարիներն անցկացրել եմ Վանաձորում, այն ժամանակ Կիրովական էր, ապա անվանակոչվեց Վանաձոր։ Հայրս արմատներով լոռեցի է, մայրս խորը արմատներով Մուշից եկած, բայց էլի մեծացած մեր մարզում, հայրս հենց Վանաձորից, մայրս Ստեփանավան քաղաքից, մասնագիտությամբ մաթեմատիկայի մասնագետ է մայրս եւ հայրս տնտեսագետ ու իդեպ քույրս էլ է այդ ուղով գնացել, նա էլ է ավելի հակված բնական գիտություններին, իսկ ես երևի մեր ընտանիքում միակն եմ, ով հումանիտար ոլորտն է ընտրել, որքան էլ տարօրինակ լինի։ Ինչ վերաբերում է խորհրդին, գիտեք, ես հատուկ խորհուրդ չեմ հիմա հիշի, կդժվարանամ, բայց մի բան կֆիքսեմ, որ մանկությունից միշտ մեզ ասում են, որ պետք է լինել ասնիվ եւ ամենակարևորը ոչ մի դեպքում, ոչ մի հանգամանքում չանել այնպիսի քայլ, որը կարող է վնասել ուրիշին։ Շատ լավ։ Եթե փակելու լինեք ձեր աչքերը Մարիաննա այս պահին եւ հիշեք ձեր մանկության քաղաքը, մանկության միջավայրը, որն է այն մեղեդին, գուցե բույրը, գուցե հիշողությունը առհասարակ, որը տանում է դեպի անհոգ ժամանակներ։ Եկեք փակենք ու փորձենք հիշել։ Հիմա եթե մեղեդուց խոսենք, մի շրջան կար, երբ դեռ թաղամասեր էին գալիս այդ մեծ մուլտերից հայտնի պաղպաղակի մեքենաները ու հենց ես դա կհիշեմ, մեր բակել էր գալիս ու դա երեխաների ուրախությունն էր, գիտեք արդեն թե որ մուլտֆիլմի որ երգը նկատի ունեմ։ Էլ ինչ հիշողություններ ունեք մանկությունից։ Ես շատ ակտիվ ու կարող եմ ասել շատ քաղցր հաճելի մանկություն եմ ունեցել, եղել եմ շատ ակտիվ երեխա, բակում մշտապես խաղեր, աղմուկ ու մեր բակը շատ հետաքրքիր էներգետիկա ունեցող բակ էր, հարևան շենքերից երեխաները բոլորը ձգտում էին գալ ու միասին բոլորով խաղում էինք, այդ առումով շատ երևի երջանիկներից եմ, ով այդ մանկության համն ու հոտը իսկապես զգացել է։ Մանկության ամենաջերմ դրվագը կհիշեք։ Գիտեք, ես դժվարանում եմ ասել, թե դա ջերմ է, բայց շատ հիշվող մի դրվագ ասեմ։
Ես փոքր էի 4 տարեկան, երբ եղավ 80-ի երկրաշարժը ու հիշում եմ մանկապարտեզում էինք, պատրաստվում էինք տարեմուտի հանդեսին ու այն ժամանակ այդ ամենը շատ հասանելի չէր, բոլորին հասանելի չէր Դիսնեյի մուլտերի նկարներով գիշերազգեստ ունեինք, այդպես հանդեսից, դասերից, պարապմունքից հետո պիտի հագնեինք ու քնի ժամը պիտի լիներ, դա նոր էր ու շատ սպասված էր երեխայի համար 4 տարեկան, հիշում եմ դա կրում էի, երբ տատիկս եկավ իմ ու քրոջս հետևից, արդեն երկրաշարժ էր եղել, իհարկե ոչ ոք չէր հասկանում, թե դա ինչ է, հիշում եմ այդ խառը վիճակը, բոլորը իրար էին խառնվել, պատուհանների, այդ ապակիների ձայները, կոտրվող եւ այլն ու հիշում եմ, որ այդ մի մեծ սպասում էր վայելելու, հա, այդ նոր գիշերազգեստը, այդպես երևի մնաց մանկության տխուր հիշողություն։ Դա մի ցավ է մեր հասարակության համար, որը կարծում եմ շատերն են հիշում, որովհետև մենք մինչև հիմա ցավոք սրտի ունենք աղետի հետևանքով անօթևան ընտանիքներ Գյումրիում, նաև Լոռու մարզում, այսինքն այդ վերքը որքան էլ հեռավոր է թվում, կարծում եմ ամեն դեպքում ինքը դեռ ցավեցնում է հատկապես այն ընտանիքներին, որոնք ցավալի կորուստներ են ունեցել։ Տխուր թեմաների առաջարկում եմ չանդրադառնալ, խոսենք հաճելիի մասին, ընտրել եք լրագրությունը։ Դա մանկության երազանք էր, թե ընտանիքում ձևավորված ավանդույթի շարունակություն։ Գիտեք, ես չէի ասի, թե երազանք էր, բայց մյուս կողմից էլ, երբ հիշում եմ մանկությունս, ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ինձ շատ էր դուր գալիս ռուսական առաջին ալիքի հաղորդավարուհիներից մեկը, հայտնի լեգենդար Եկատերինա Անդրեևան, որը էտալոն էր կանացի գեղեցկության ու ես միշտ մեծ ակնածանքով, սիրով դիտում էի, երբ մեծերը լուրերի թողարկումն էին նայում ու նրա կերպարը ինձ շատ դուր էր գալիս, բայց որ ասեմ երազել եմ լրագրող դառնալ, չէ, հատուկ այդպես չեմ երազել, երևի հանգամանքներն են բերել դրան, իդեպ ես նաև լրագրության ֆակուլտետը չեմ ավարտել, ես մասնագիտությամբ պատմության եւ իրավունքի մասնագետ եմ ու հումանիտար ամեն դեպքում ուղղվածության, բայց այնպես ստացվեց, որ բուհն ավարտելուց հետո ես պարզապես աշխատանք չունեի ու մի օր տեղական հեռուստաալիքի եթերից լսեցի մի հայտարարություն, որ փնտրում են լրագրող, ուղղակի գնացի ու դիմեցի, որպեսզի մի զբաղմունք ունենամ, 1 տարի աշխատեցի Լոռի հեռուստաընկերությունում, ապա տեղափոխվեցի Երևան եւ արդեն սկսվեց այս մեծ ճանապարհը։ Մեծ ու հետաքրքիր, այո, բարդ ես կասեի եւ պատասխանատու։ Այո, մենք իհարկե սովոր ենք ձեզ տեսնել խիստ կոստյումով, լուրջ հայտարարություններ անելիս, իսկ ինչպիսին եք դուք տանը, օրինակ խոհանոցում։ Պիտի խոստովանեմ, խոհանոցում ցավոք հաճախ չեմ լինում, վերջին շրջանում հատկապես, բայց երբ լինում եմ, փորձում եմ ստեղծագործել, փորձում եմ ինչ-որ հետաքրքիր բան պատրաստել, հիմնականում դրանք աղցաններն են լինում եւ ամենակարևորը ես սիրում եմ խոհանոցային էսթետիկան, գեղեցիկ մատուցել, գեղեցիկ սպասք դնել սեղանին, ամեն ինչ փորձել հաճելի մթնոլորտում իրականացնել, եթե նույնիսկ ես մենակ եմ տանը, ես սիրում եմ դա անել նաև ինձ համար։ Իսկ ունեք օրինակ ֆիրմային ուտեստ, որը սիրում եք պատրաստել եւ ձեր հարազատները հաճախ են խնդրում հենց այդ ուտեստը մատուցել։ Իրականում ինչ որ բան չեմ առանձնացնի, որովհետև դեռ ես եմ մայրիկի պատրաստածից համառորեն օգտվում, բայց տարբեր աղցաններ, հիմնականում գարնանային կանաչեղենի օգտագործմամբ սիրում եմ պատրաստել եւ կարծում եմ հաճելի է նաեւ նրանց, ովքեր համտեսում են։ Իսկ ո՞րն է ձեզ համար ձեր մայրիկի պատրաստած սիրելի ուտեստը, որը հաճախակի խնդրում եք նա պատրաստի։ Ամառային տոլման երևի մեր ավանդական հայկական, որը միշտ հաճույքով համտեսում եմ։ Իդեպ Մարիաննա, խոսենք ավանդույթներից, ինչպես են ձեր ընտանիքում նշում օրինակ ամանոր, զատիկ, անկախ քաղաքական օրակարգի սրացումների։ Դուք շատ լավ հարց տվեցիք եւ կարծում եմ կպակ նշանակետին, որովհետեւ ես մեծացել եմ ավանդական հայկական ընտանիքում, որտեղ
Պարտադիր է եղել, որ ընտանիքի բոլոր անդամները միասին հավաքվեն, սեղան նստեն ու ոչ միայն տոն օրերին, այլև առհասարակ։ Մեր ընտանիքում գրեթե երբեք չի եղել այնպես, որ մենք 4-ով ծնողներս, ես, քույրս սեղան չնստենք։ Այդպիսին է եղել ավանդույթը ու ինձ թվում է դա շատ գեղեցիկ, հաճելի ավանդույթ է։ Սիրով եմ հիշում մանկության նոր տարիները եւ հիմա էլ այդ տոնը իմ համար ամենասիրելի տոներից մեկն է, ընտանեկան տոն է եւ մանկության տարիներին մենք միշտ տոնածառը զարդարում էինք հայրիկի հետ, իսկ մայրիկը խոհանոցում էր լինում։ Նույնը վերաբերում է նաեւ Զատկի տոնին, հիմա այն իհարկե տարիքի հետ, հասունության հետ այլ խորհուրդ ունի, քան ուղղակի գեղեցիկ ներկայացություն երեխայի համար, հիմա նրա մեջ ավելի խորը հոգեվոր խորհուրդ կա, որին ես փորձում եմ հետևել։ Հայ կնոջ գեղեցիկ մարմնացում եք։ Շնորհակալ եմ։ Առհասարակ գլոբալ աշխարհում մենք սովոր ենք, չէ, կանանց իրավունքների մասին շատ խոսել, բարձրաձայնել, պաշտպանել։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է հայ կնոջ այն, այսպես ասած, գենը, որը մեզ օգնում է դիմակայել կյանքի դժվար մարտահրավերներին ու չկոտրվել երբեք։ Ես կարծում եմ հայ կինը նախ շատ ուժեղ է, շատ համբերատար է եւ կարծում եմ նաեւ շատ լավատես է, որովհետեւ եկեք համաձայնենք հայ կանանց կյանքը ցավոք այնքան էլ հեշտ, փափուկ չէ, ինչպես օրինակ այլ երկրների կանանց կյանքն է, մեր կանայք շատ հոգս են տեսնում, ընտանիքի բեռը երբեմն լինում է հենց կանանց ուսերին, շատ դեպքերում նաև ֆինանսական առումով։ Մենք ունենք օրինակ արտաքնաաշխատանքի մեկնողների հետ կապված ընտանեկան խնդիր, երբ օրինակ երեխաների դաստիարակության պատասխանատվությունը ամբողջությամբ մոր ուսերին է, հայրը արտերկրում է, աշխատում է, այսինքն այդ լիարժեքությունը խախտված է ընտանիքում ու կարծում եմ հայ կինը իսկապես ուժեղ է, բայց նաև արժանի է ապրել ավելի բարեկեցիկ երկրում, ավելի լավ պայմաններով ու արժանի է սիրո եւ մեծարման։ Դժվարությունների մասին խոսեցիք, հետաքրքիր է ըստ ձեզ ո՞րն է ամենադժվար գիծը մեր բնավորության, որը թույլ չի տալիս լիարժեք երջանիկ լինել։ Մենք հայերս մի փոքր երևի փակ ազգ ենք, միգուցե շատ չենք սիրում ուրախությունը արտահայտել տարբեր դրսևորումներով, բայց ես չեմ կարող ասել, թե դա մեզ պակաս երջանիկ է դարձնում, որովհետև երջանկությունը մի փոքր անհատական ընկալման հարց է եւ յուրաքանչյուրի համար կարծում եմ այն տարբեր է։ Մեկի համար դա իր լիարժեք ընտանիքն է, մյուսի համար իր հաջողված կարիերան է, երրորդի համար օրինակ առողջ լինելն է, այսինքն իրավիճակները, խնդիրները այնքան տարբեր են, որ բարդ է երևի ասել որն է երջանկությունը, իմ կարծիքով դա հավասարակշռությունն է, դա բալանսն է քո ներաշխարհի եւ արտաքին աշխարհի հետ։ Ինչից են փայլում Մարիաննայի աչքերը։ Դժվար է ասել։ Դիտեք հիմա էլ են փայլում են, հիմա գուցե լույսն է։ Կարծում եմ դրական մի բան, որ ես կարող եմ տեսնել իմ շրջապատում, հաճելի լուր, հաճելի մարդիկ, մտերիմ մարդիկ, տաքուկ միջավայր, այդպես բարձ կենցաղային, ընտանեկան, առօրյա, ընկերական շփումներ, որոնց պակասը ցավոք եւ որոնց վայելելու այդ միջավայր, այդ իրավիճակները վայելելու լիարժեքությունը մենք վերջին 7 տարիներին կորցրել ենք։ Կարծում եմ ես հիմա ասում եմ մի բան, ինչի հետ մեզ լսողները համաձայն կլինեն, որովհետեւ բարձ մարդկային երջանկությունը մի տեսակ վախեցնող է դարձել այն իրավիճակի պայմաններում, որում այսօր մեր երկիրը գտնվում է եւ այն աղետաբեր, կորստաբեր շղթայի պայմաններում, որով մենք ցավոք այս օրերին անցնում ենք, բայց ես ուզում եմ լավատես լինել եւ նաեւ օգտվելով ձեր հեռուստաեթերից, թեև մեր զրույցը ապաքաղաքական է, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս ծանր շրջանը, հաղթահարելու ենք բոլորով, մեր հասարակության տարբեր շերտերով
հաղթահարելու ենք բաժանարարները ու կառուցելու ենք իսկապես ուժեղ Հայաստան, որի իրականացմանը նաև միացել եմ ես իմ համեստ ներուժով եւ այդ իմաստով կփորձեմ անել ամեն բան, ինչ կարող եմ անել։ Թեմային անդրադառնալու ենք րոպեներ անց, իսկ մինչ այդ ասեք, խնդրում եմ, որտեղ եք գտնում ձեր խաղաղությունը, ձեր հանգստությունը, երբ զգում եք, որ ուժերը արդեն սպառված են։ Լինում են նման իրավիճակներ հաճախ, որտեղ մենք մի ոլորտում ենք աշխատում, որտեղ նեգատիվը ինքներս մեր միջով ենք անցկացնում, հետո դա անցնում է մասնագիտության բերումով, եթե խոսենք երկար տարիների աշխատանքի մասին, լրատվության ոլորտում, նախ դու քո միջով ես անցկացնում, հետո հաղորդում ես այն լուրի տեսքով, ու ես այդ հանգստությունը գտնում եմ եկեղեցում, երկար նստում եմ, ու այդ ուժը, այդ էներգետիկան կարծում եմ օգնում է։ Իսկ հիմա անդրադառնանք թեմային, որը քիչ առաջ հնչեցրեցիք, վերջերս մուտք եք գործել քաղաքականություն, մուտք եք գործել ավելի պատասխանատու հարթակ։ Ինչն էր մոտիվացնում մուտք գործել մի հարթակ, ոլորտ, որտեղ չեմ վախենա այս նախադասության համար, հարվածները ավելի շատ են, քան ծափահարությունները։ Դուք ճիշտ եք, երբ ես կայացրեցի այդ որոշումը, որը ի դեպ հեշտ չի տրվել, ես բավականաչափ ժամանակ եմ ունեցել ծանր ու թեթև անելու, կշռադատելու եւ կայացնելու այն որոշումը, որը կայացրել եմ, եւ այդ ժամանակ ես ինքս ինձ ասում էի. Մարիաննա, այս պահից դու պատրաստ եղիր քո մասին իմանալ տեղեկություններ, որոնց մասին դու անգամ տեղյակ չես, պատրաստ եղիր քննադատությունների, նույնիսկ անհեթեթության սահմանները հատող, ու այդ առումով պետք է ասեմ, ես կարծում եմ բավականաչափ ուժեղ եմ, կայուն եմ, դիմացկուն եմ եւ չկոտրվող եմ։ Քաղաքականությունը այնպիսին էր, ինչպես դրսից էր երևում ձեզ համար որպես լրագրողի, թե ներսում ամեն ինչ այլ է։ Դե տեսեք, իհարկե ես մյուս կողմից եմ միշտ դիտարկել իրավիճակը եւ զարգացումները, ամեն ինչ բնականաբար այլ է, այստեղ այլ պատասխանատվություն է, այլ նրբություններ կան եւ լինելով լրագրության ոլորտից անցումը քաղաքականության ոլորտ, որը ի դեպ ավելի պատասխանատու եմ համարում, թեև լրագրությունը եւս չափազանց պատասխանատու է, բայց այստեղ դու կողքից հետևող, վերլուծող, հաղորդող չես, այստեղ դու եւս մաս ես կազմում գործընթացների, դու կրում ես ոչ միայն թիմային, այլև անձնական պատասխանատվություն, ինչը ինձ համար չափազանց կարեւոր է։ Իսկ լրագրությունը չեք կարոտում։ Կարոտում եմ, խոստովանեմ, երբեմն, երբ հետևում եմ տարբեր զարգացումներին, տարբեր գործընթացներին, կարոտում եմ այն իմաստով, որ լսելիս հա ինչ տեսանյութ էր, ասում եմ, այ այս հարցը պիտի տար լրագրողը, այ որ ես լինեի, այ այսպես կձևակերպեի, իհարկե դա կարծում եմ բնական է բոլոր նրանց համար, ովքեր երկար տարիներ աշխատել են լրատվության ոլորտում։ Վերադառնալու ցանկություն կա։ Այս պահին ոչ, որովհետև այս պահին ես կայացրել եմ որոշում, որը կարծում եմ երկար ճանապարհ պիտի լինի ինձ համար եւ ես հուսով եմ, որ այդ ճանապարհը լինելու է հաջողության եւ նաեւ մեր երկրին կայունություն եւ ապահովություն բերող ճանապարհ։ Փորձենք հասկանալ ինչպես է քաղաքականությունը փոխում կնոջը, եթե իհարկե փոխում է, եւ հնարավոր է արդյոք պահել մեր նրբությունը, լինելով ոլորտի առաջնագծում։ Գիտեք, ես կարծում եմ հնարավոր է, որովհետև կինը նախ եւ առաջ պիտի կարողանա զսպել իր էմոցիաները, հատկապես քաղաքականության մեջ մենք տեսնում ենք վերջին շրջանում առավելապես ու երկրի ղեկավարի մակարդակով հատկապես, երբ անձը չի կարողանում տուրք տալ իր էմոցիաներին, ու սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև եթե դու չես կարողանում կառավարել քո էմոցիաները, ապա երկիրը ցավոք ժողովրդի ու երկրի համար չես կարողանալու առավելապես, ու այս առումով ես կարծում եմ, որ կանայք
ավելի ամուր են այդ առումով հոգեբանության միգուցե տեսանկյունից, էմոցիաները կառավարելու տեսանկյունից, տարբեր իրավիճակներում, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու տեսանկյունից ու այդ առումով մեր կանայք, որոնք քաղաքականության մեջ են, կարծում եմ բավականին լավ օրինակ կարող են լինել։ Ասում են, չէ, քաղաքականությունը տղամարդկանց աշխարհն է։ Այո, Ինչն է ձեզ համար դժվարը տղամարդկանց աշխարհ։ բայց գիտեք, համաշխարհային քաղաքականությունը նաև ցույց է տվել եւ ցույց է տալիս, որ ամենևին այդպես չէ, կամ եթե այդպես է, ապա լինում են նաև կանայք, որոնք կերտում են լուրջ քաղաքականություն, Մարգարետ Թետչեր, Անգելա Մերկել, նրանք կանայք են, որոնք իհարկե կարծրատիպեր են կոտրում։ Այդ դեպքում անդրադառնանք առավելություններին կանանց։ Տեսեք, ես կարծում եմ, կին տղամարդ այս տարանջատումը քաղաքականության ու ցանկացած այլ ոլորտում իրականում մի քիչ կեղծ է։ Իհարկե ես չեմ բացառում այն խտրականությունը, որ այս կամ այն չափով կարող է լինել, բայց իմ կարծիքով թիվ 1 նախապայմանը դա պրոֆեսիոնալիզմն է եւ մասնագիտական հմտություններն են։ Դա գիտակցումն է, որ դու կրում ես պատասխանատվություն քո արած քայլերի, քո կայացրած որոշումների համար եւ կրում ես պատասխանատվություն ոչ միայն քո անձի, քո թիմի համար, այլև հասարակության, օրինակ, եթե վերցնենք խորհրդարանը, տեսեք, քննարկվում են օրենքներ, նախագծեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են մարդկանց կյանքին, այս կամ այն ոլորտին ու այդ առումով իհարկե չափազանց մեծ է պատասխանատվությունը ու քաղաքականություն մտնող յուրաքանչյուր անձ, լինի կին թե տղամարդ, պիտի այդ ելակետից ելնի, հետո նոր կայացնի համապատասխան որոշում։ Դա իր տեղն է, թե իր տեղը չէ։ Ֆանտաստիկայի ժանրից է իհարկե, բայց հետաքրքիր է ձեր կարծիքը, եթե ունենայիք կախարդական փայտիկ, ինչը կփոխեիք քաղաքականության մեջ։ Ես երևի ամեն բան կդարձնեի ավելի ազնիվ։ Միգուցե քաղաքականության մեջ դժվար է այդպես պատկերացնել, բայց ամեն բան կպատկերացնեի ավելի ազնիվ, ավելի մաքուր, ավելի թափանցիկ, դեպ մեր ուժը փորձում է հենց այդ դիրքերից հանդես գալ եւ մեր հասարակության հետ լինել մաքսիմալ ազնիվ։ Իսկ ինչպեսի Հայաստան եք ուզում փոխանցել Գալիկ Սերնդին, Մարիաննա։ Ես ուզում եմ փոխանցել այնպիսի Հայաստան, որտեղ մեր արժեքները, մեր ազգային արժեքները, այն հիմնասյուները, որոնք հայ ժողովրդին բերել հասցրել են 2026 թվական, չմոռացվեն, չհախճատվեն, չոչնչացվեն ու նաև փոխանցվեն իրենց հաջորդ սերունդներին, որովհետև դա ամենակարևոր բանն է։ Ես այստեղ հիշեմ Հրանտ Մաթևոսյանի հայտնի խոսքերը հիշողության մասին։ Մարդը եւ անասունը տարբերվում են հիշողությամբ։ Բավականին հետաքրքիր զրույց ստացվեց ըստ իս, բայց եթե կա որևէ հարց, որը ես չեմ հնչեցրել, բայց որին դուք կցանկանայիք պատասխանել, խնդրեմ։ Հատուկ ինչ որ հարց չեմ առանձնացնի, շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր հարցերի եւ հնարավորության համար։ Սա նաեւ ինձ համար էր ոչ սովորական ձևաչափ խոսել այն հարցերից, որոնք ավելի շատ ինձ են բացահայտում եւ ոչ թե այս կամ այն խնդրի մասին են։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այդ դեպքում առաջարկում եմ անցնել բլից հարցերին։ Եկեք։ Առավոտը սկսվում է սուրճով թե լրահոսով։ Իմ դեպքում միանշանակ լրահոսով։ Ինչն է ձեզ ստիպում արտասվել։ Ամենաշատը վերջին շրջանում ինձ ստիպում է արտասվել, երբ ես հիշում եմ 2023 թվականի սեպտեմբերյան իմ ուղիղ եթերը, երբ ես չկարողացա կարդալ Արցախի կորստի մասին այդ ցավալի լուրը ու ամեն անգամ այդ շրջանում այդ կադրերը համացանցում պտտվում են եւ ես իսկապես առանց հուզմունքի չեմ կարողանում դրանք լսել, նայել։ Արցախի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի նախագահի հրամանագրով։
Սա երևի ամենացավոտ բանն է, որը ինձ միշտ ստիպում է արտասվել։ Որն է ձեր բնավորության ամենաբարդ գիծը։ Ես կարծում եմ ամենաբարդ գիծը այն է, որ ես պերֆեկցիոնիստ եմ։ Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի իր տեղում, ամեն ինչ լինի գոնե իդեալականին ձգտող, որովհետև իդեալական ոչինչ չկա, ու գուցե շատ եմ ֆիքսվում մանրուքների վրա։ Ում խորհուրդն է ձեզ համար անբեկանելի։ Անբեկանելի խորհուրդներ կարծում եմ չկան, կան խորհուրդներ, որոնց պետք է հետևել, որոնք պետք է վերլուծել եւ համադրել սեփական կարծիքի հետ ու գալ ճիշտ եզրահանգման։ Երջանկությունը վիճակ է թե որոշում։ Ես կարծում եմ երջանկությունը գիտակցված ընտրություն է, որովհետեւ ինչպես նշեցի մեր զրույցի ընթացքում, երջանկությունը իմ կարծիքով ներսի ու դրսի բալանսն է, քո ներաշխարհի եւ արտաքին աշխարհի ու ամենակարևորը իրականությունն ընդունելու կարողությունն է, երբ դու կարողանում ես ընդունել իրականությունը, որը քեզ շրջապատում է, սկսած անձնական, վերջացրած հարաբերությունների, գործնական, աշխատանքային, նույնիսկ արտաքինի հետ կապված, դու դառնում ես երջանիկ, դու քեզ հավասարակշռված ես զգում եւ ամեն ինչ ավելի թեթև է անցնում։ Ինչ եք զգում, երբ նայում եք հայելուն։ Շատ էգոիստական կհնչի, որ ասեմ, ես նայում եմ հայելուն ու ժպտում եմ այնտեղ ինձ ժպտացող մարդուն։ Շատ լավ։ Որն է ձեր կյանքի գլխավոր հաղթանակը։ Հաղթանակ բարդ հարց եք տալիս, գուցե դրանք դեռ առջևում են։ Վստահ եմ դեռ առջևում են։ Որն է ձեր սիրելի գիրքը։ Ես Նարեկ եմ կարդում եմ 2014 թվականից ու տարբեր իրավիճակներում, բարդ իրավիճակներում ես կարող եմ պատահական բացել որևէ էջ ու կարդալ եւ նաեւ ստանալ այն բալանսը, այն լուծումները, որոնք գուցե ես իմ մեջ փնտրել ու չեմ գտել։ Այդ առումով Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունը ինձ համար սեղանի գիրք է։ Որն է հայ լինելու ամենադժվար կողմը։ Հայ լինելու ամենադժվար կողմը ինձ թվում է այն պատասխանատվությունն է, որը մեր մեջ երևի թե դրել են մեր ծնողները։ Իմ կարծիքով հայ ծնողները երեխային դաստիարակում են այնպես, որ նա պիտի ամեն ինչում լինի ամենալավը։ Մի փոքր կարծում եմ մեր ծնողները մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն են դնում ու այդ առումով գուցե դա պարտավորությունների բեռ է տալիս երեխային, կարծում եմ դա է։ Մենք սիրում ենք, որ ամեն ինչ լինի ծնողների ցանկությամբ, չէ՞։ Կարծում եմ մի փոքր, միգուցե արժե երեխաներին տալ նաև որոշակի ազատություններ։ Իդեպ հիմա դա ավելի նկատելի է, թեկուզ փոքրիկ հարցերում ավելի երիտասարդ ծնողները օրինակ երեխաներին թողնում են ընտրել, թողնում են ավելի ազատ լինել, կարծում եմ հայկական ընտանիքներում այդ որոշակի կարծրատիպային երևույթները կան, գուցե դա է մի փոքր բարդ։ Եթե ոչ քաղաքականություն, ապա որ ոլորտ։ Դե լրագրություն իհարկե։ Իսկ քաղաքականությունը աշխատանք է թե առաքելություն։ Կարծում եմ դա պատասխանատվություն է, որովհետև մեծագոչ կհնչի, որ ես ասեմ դա իմ առաքելությունն է, բայց վստահաբար դա շատ լուրջ պատասխանատվություն է։ Իշխանություն թե հեղինակություն, որն է ավելի կարևոր։ Տեսեք, միանշանակ հեղինակություն, բայց նաև իշխանությամբ չարատավորված հեղինակություն, որովհետև իշխանությունը դա փորձություն է, կարծում եմ, ու շատերը, որոնք երբևէ ունեցել են հեղինակություն, շատ հաճախ իշխանություն ունենալիս ուղղակի ոտնատակ են տվել այդ հեղինակությունը։ Ինչն է ավելի սարսափելի, սխալվելը թե անտարբերությունը։ Կարծում եմ անտարբերությունը, որովհետև սխալները կարելի է ուղղել, իսկ անտարբերությունը դա կարծում եմ իրականում շատ սարսափելի վիճակ է, որովհետև երբ մարդը անտարբեր է,
նա կորցնում է մոտիվացիան, նա կորցնում է ձգտումը, ինչ որ բան անելու ցանկությունը եւ ի վերջո զարգանալու ու առաջ գնալու այդ հնարավորությունը։ Ձեր քաղաքական կուրքը կամ կերպարը, որով հիանում եք։ Ես առհասարակ կուրքեր չեմ սիրում, չեմ ստեղծում ու նաեւ աստվածաշնչյան այդ կանոնին ձգտում եմ հավատարիմ լինել, չստեղծել կուրքեր։ Հայաստանը 10 տարի անց մեկ բառով։ Ուժեղ։ Շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, ձեզ հետ հետաքրքիր էր։